Իրոպե կներես։ Հիմա էսի բարձր ռեյտինգա թե ցածր։ Ցույց կտավ տեսախցիկներին, կտավ մենք չենք Չէ, պետք է կփագեն ինձ։ Դուք մեկնաբանել։ 99 պլյուս 99, 499 ցածր։ Ամենաբարձր։ Չէ։ Բայց հիմա բացատրեմ ձեզի, քույրիկ ջան։ Լիքը նրբություններ կա, մենք չենք ուզում, որ սակագները ձեր համար թանկանա։ Ես դեմ եմ, որ ինչ-որ տաքսին թանկանա ձեր համար։ Բայց գինը կարանույնը մնա, կարան մի քիչ տոկոսի չհասնեն, մեկ է ամենակարևոր բանը գրանցված աշխատող սարքեն մեզի։ Մեզ է դա հետաքրքրում։ Թե չէ ասենք ֆիզիկական անձերի հետ գործ ունենալը պրոբլեմը միշտ էլ մեր մոտ լինելու է։ Որ 10 տարի անցի այդ պրոբլեմը լինելու 50 տարի անցի, որտեղ ֆիզիկական մարդկանց այդ աշխատանքը այդ ատենց ալնում։ Ուղղակի իշխանությունները այսօր լինեն սրանք, վաղ լինեն ով ուզում ալնի, ասենք պետք է ինչ-որ բաներ անեն, որ երկրորդ գիծ։ Իշխանությունը ինչ կարող է անել։ Ինչ կարանի ինքը պապի տատի ունի, ինվալիդ տղա ունի, բայց երկրորդ գիծ ես կայնում եմ այս խեղճ կամ հաշվի այս մարդը զակազատվե տաքսին։ Տենում ես, մի ոտը չկա։ Հմի մեզ մարդը, որ միջև նստի մեքենան, մի 3 րոպե կքաշի, մի րոպե 40 վայրկյան հետո շտրաֆը գալիս է 5000։ Այս մարդուն բրդեմ կցեմ քշեմ այդ, հա։ Իշխանություններից ինչ է կապը։ Սրանցից ես ոչ մի բան, թող իրանք ասեն ինչ ան։ Ես ոչ մի բան։ Իշխանությունից պահան Կամերանեն էլ էր փակում, ասել պրիվետ այդ զիմզիմով ասում է։ Էդի արդեն դուք պետք է հարցնեք վարչապետին։ Այդ ցավը տանեմ, կներես։ Այսօրվա իշխանությունից ձեզի շանտեղ չի դնում։ Ժուրնալիստա ծեծում են, դեպուտատ են ծեծում։ Ինչի մասին է խոսքը, դուք ինչ եք ուզում ստանաք այս երկրից։ Ումը չտեծեցին, այն դեպուտատին պատգամավորին չտեծեցին դուրսը։ 30 տարի նույն վիճակն է։ Պատգամավորին չտեծեցին։ Այն որ ժուրնալիստին է թևից քաշելով հանեցին ազգային ժողովի։ Ընտրություններ են, նորից կընտրեն։ Ես չեմ էլ ընտրեմ, որ նորից ընտրեմ։ Իմ խիղճս մաքուր է։ Այ երաբելուրում տակեքի մոտ էլ է իմ խիղճս մաքուր, իմ մորքուց տակեն իմ աղբերս էլ անդե։ Երաբելուրի պատասխանատունն է։ Բա ով է։ Կարող է ես եմ։ Ժողովուրդ ջան, սենց է, հարցը սենց է, ուրեմն Տուրքերի հարցը որ լուծեց, տոկոսադրույքի հարցը ով լուծեց, իրանց եմ։ Իմ համար մի քիչ կա տարբերություն, բայց իմ աշխատանքն է, իմ հացի փողը։ Ինչ անեմ, ես անով եմ, ես հարցի, ես է անձամ, ով որ ես հարցի լուծում տա, ես իրան կընտրեմ։ Որտեվ այս հարցը վարորդները այսօր ամենաշատ աշխատող ուժն է։ Ճիշտ է, ամեն ինչ արտաքին Եթե լուծեն, որտեվ այսօր վարորդները 120,000 աշխատող, վարորդները, այսօր ամենաշատ աշխատող ուժը վարորդներն են, հասկանում եք, էսի մեծ հացի խնդիր է, այսօր վարորդները չեն կանում հացի խնդիր ու ապահովության խնդիր է, նայեք, էսի շատ վաղտ է ապահովության խնդիր է, այսօր վարորդը եթե 16 ժամ, 14 ժամ չքշի, ինքը քշի ընդամենը 8 ժամ ու վաստակի նորմալ գումար, պատկերացնում եք վթարները շատ չի լինի։ Երկրի ժողովրդի թալանում են 120,000 հոգի տեղացի, խաբար չի, տերանում ժամը 12 ճանճը չի կարա, ասեն ես որ իրակ ջիմանան, ճանճը ճոգում են որ է ժամին անցել այս 120,000 հոգի թալանում են չեն ճոգում, տեղյակ չեն, Քեն ասփակում ես ամենի վրա, հարցս է դա։ Ինչի համար են ասփակում։ Սեփական ժողովրդին ստորացնելով թալանում են արա։ 30 տարի թալանում։ Հենց ասում ես թոշակառուին 10,000 դրամ տամ, ինչ պետք է անի։ Տաքսուվարորդի թալանում են, ինչ պետք է անի։ Տաքսուվարորդի ինչ անը փողը, ինչ հասկանում փողից։ Ոնց է թոշակառուն չի հասկանում 10,000-ը որտե ծախսի։ Պետք է ասեն, քուրս պետք է։ Սա սարքերը դա ճորտի մարտա։ Մենք եկած քեզի, քեզ քցենք դուրս է խելոք չպայես քեզի։ Հարցի խնդրել։ Եթե ժողովուրդը դուրս գա իմ ժողովուրդն անցնե քեզի, ժողովուրդը մենք ենք։ Իմ տունը 4 հոգի է մարդու։ 500,000 ձայն ունենք։ Կտանք են մարդուն որ ես խնդիրը գլուծի։ Չի լուծի գնաց տղաջան հաջողություն։ Փաշինյան իշխանությունը։ Էլ սոտալ երկրացում մտերես երկի սեփական ժողովուրդ ստորացնելով թալանում արաշկես փակում։ Բայց հարցը տալ ինչի մարը սաշփակում։ Էնե հայկական կազմակերպություն գալուց առաջ ասում էր արագաչափ։ Ժամը մեկին ճանճը գիշերով ասի տեղակ ես որ ճանճը ասե տեղակ ես տաքսիստը պետք է հարկ չվճարի հիմա դուք պատասխանեք խենք հարկ վճարում բոլոր
նայեք, ոչ եմ անում։ Դուք մեզի հարց եք տալի, նույն հարցը ես ձեզ եմ տալի։ Բոլոր պատգամավորներին կոչ եմ անում։ Եթե դու հայրենասեր եք, հայ ժողովրդի մասին մտածում եք, բոլոր պատգամավորներին կոչ եմ անում։ Եթե հայրենասեր եք, հայ ժողովրդի, հայ վարորդի մասին մտածում եք, բերեք միասնական այս հարցի լուծումը տվեք։ Եթե աթոռի կռիվ չեք անում, եկեք բոլորը միասնական, քիչ աշխատող ուժ չենք, 120,000 հոգի աշխատող, են է տղամարդիկ, պատկերացնում եք տղամարդիկ, այսօր ձեր հայ ազգի տղամարդկանց խաբում են, թալանում են, ինչ-որ կազմակերպություն, են է հայկական կազմակերպություն չի, մեր երկրում, եթե դուք հայրենասեր եք, նորից եմ կրկնում, բոլոր պատգամավորները միացեք այս հարցին լուծում տվեք, այդ ժամանակ ժողովուրդը կզգա, որ հայրենասեր եք, ու ամեն մեկը կզգա, ու ամեն մեկն է կնդրի, ում կնդրի, ում կուզի, եղավ, այս հարցում լուծում տվեք միասնական, կարում եք այդքանը, խնդրում եմ, կներեք ինձի, որ գոռում եմ, պրոստը այնքանը համբերությունը դառը, էսի հացի խնդիրա, հասկանում եք, այնքան են չարաշահ, այնքան են խապ է, դրա համար ես ես ոգևորվում եմ, խոսում եմ, հանես չի, բոլորի վրա գոռում եմ, չէ, ոչ եմ անում, ուղղակի խնդրում եմ, բոլորից խնդրում եմ այս հարցին լուծում, եթե հայրենասեր Սրանք եկան ընկեր։ Նախկին ներկայ է, ստե մենակ նախկին ներկայ ես ընտրություններն է կապված նախկին ներկայի հետ։ Եթե ընտրելուս ելնեք, ընտրեք այլ ընտրանք աղբեր, հետ է աղբեր, ոչ նախկիններին, ոչ ներկաներին, գրծավ գնա։ Ժողովուրդ, սրանք եկան անդիպլոմ դերասանին, դերասանություն արին, խապեցին, էլ եմ կրկնում, ասի ամեն առաջի բարերը, ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, բայց այսօր որևիցե մեկը կա, որ տուգանք չունի, կիլոներով տուգանք ունի, տուգանքի մատերիալ չի, այս ժողովուրդը տուգանք խապեց կապի կավարի մտավ ջերներս։ Շուտ չեմ ասծնում մուծը։ Նույն էլ էդի ոչ, եկեղեցու, չէ, տեսեք, եկեղեցու հարցը ես մտածում եմ, որպես արտաքին քաղաքականությունից բոլոր հայ ժողովուրդին շեղվեն, որովհետև այսօր կարող է ստացի երրորդ համաշխարհային պատերազմը սկսվի, շեղելու համար իրանք սարքում են այդ շոուն։ Ես քրիստոնյա եմ։ Եկեղեցու հետ կապ, ես եկեղեցու, ես ոչ խառնում եմ ու ոչ ման, ես համարում եմ որպես շոու։ Մենք եկել ենք